Ադրբեջանի պետական անվտանգության ու ծառայության պետի տեղակալ ու պետական հանձնաժողովի քարտուղար Շարաֆաթ Հասանովի հայտարարությամբ Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան անանուն կերպով տեղեկություններ տրամադրել անհետ կորած անձանց ու նրանց թաղման վայրերի մասին, ինչի համար անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովը մշակել է հատուկ էլեկտրոնային տվյալների բազա։ Առաջին հայացքից մարդասիրական թվացող այս ծրագրի մանրամասների ու իրական նպատակների մասին Պանորամայ-ը զրուցել է իրավապաշտպան Սինանուշ Սահակյանի հետ։ Շարաֆաթ Հասանովը հայտարարություն էր տարածել, որով Ադրբեջանի ու Հայաստանի քաղաքացիները պետք է կարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհետ կորած անձանց մասին, այսինքն ստեղծվելու է էլեկտրոնային տվյալների բազա, որով պետք է իբրև թե օժանդակեն անհետ կորած անձանց գտնելու աշխատանքներին։ Ինչ եք կարծում, սա ինչի մասին է խոսում եւ իրատեսական հետևանքներ կարելի է ակնկալել սրանից։ Նախ այո, ըստ նախաձեռնությունը միտված է տեղեկություններ կրողներից տեղեկատվության հավաքագրմանը, այսինքն հիմքում դրված է այն կանխավարկածը, որ պետությունը կարող է առանձին անձանց ճակատագրի վերաբերյալ անհայտ տեղյակ չլինել, քննություն իրականացնող մարմինները կարող են բացահայտած չլինեն այդ տվյալները, սակայն մասնավոր անձանց տիրապետության ներքո լինեն կարևոր տվյալներ եւ դրանց փոխանցման միջոցով հնարավոր լինի պարզել անհայտ կորածների ճակատագրերը։ Առաջին հայացքից այո, թվում է, որ սա շատ օգտակար պիտանի մեխանիզմ է եւ պետությունը փորձում է բարեխիղճ գտնվել անհետ կորածների ճակատագրերը բացահայտելու հարցում, սակայն այստեղ ամենամեծ խնդիրը դառնում է արժանահավատությունը եւ վստահելիությունը, եթե օրինակ միջազգային ներգրավվածություն չկա եւ մեկ կողմի հնարավորությունների տիրույթում է մնում խնդիրը, արդյոք օբյեկտիվ արդյունավետ կերպով է օգտագործվելու այդ տեղեկատվությունը եւ անհետ կորած ընտանիքների մարդասիրական խնդիրները անհապաղ լուծում են ստանալու, թե օրինակ պետությունը հավաքագրելով, տեղեկատվությամբ զինվելով այդ հարցերը կարող է շարունակաբար քաղաքական սակարկությունների առարկա դարձնել, ինչը անթույլատրելի է։ Հիմա, որպեսզի հասկանանք վստահելիությունը, պետք է նայենք նախորդից վարքագծին, առնվազն մեր ձեռքի տակ եղած տեղեկությունները ցույց են տալիս, որ առանձին զինծառայողների ճակատագրերի մասով պետությունը, եթե օբյեկտիվ արդյունավետ քննություն իրականացներ, կարող էր խնդիրները լուծել, օրինակ կան տեսանյութերը ստուգելի են, փորձաքննությունները հստակ պատասխաններ են տալիս, օրինակ եթե մենք հնարավորություն ենք ունեցել միջազգային փորձագետների ներգրավվածությամբ շատ տեղեկություններ պարզել, ապա պետությունը, ում հսկողության տակ եղել է միջադեպը, ում զինծառայողները երևում են տեսանյութերում, շատ ավելի արագ հստակ կարող էր բացահայտել ճշմարտությունը, բայց այդ միջադեպերով մերժողականության, ժխտողականության քաղաքականություն ենք տեսնում եւ որտեղ որ բացահայտվում են խնդիրներ, որոնք կապված են ադրբեջանական զինծառայողների հանցագործությունների հետ, պետությունը փորձում է թաքցնել օբյեկտիվ ապացույցները եւ գեներացնել կեղծ ապացույցներ պետության պատասխանատվությունը հեռացնելու նպատակով։ Մենք ունենք անգամ դեպքեր, երբ կա ապացույց, որ զինծառայողի դին գտնվում է ադրբեջանցի զինծառայողների մոտ, սակայն առ այսօր չեն տրամադրում, չեն վերադարձնում դին եւ չեն ընդունում, որ զինծառայողը սպանվել է որոշակի խումբ զինծառայողների ներգրավվածությամբ։ Հիմա քանի դեռ նման դեպքերը օբյեկտիվ չեն հետաքննվել եւ պետությունը օբյեկտիվ գործելակերպի ազդակներ չի տվել երկու հասարակություններին, ցանկացած նոր նախաձեռնություն չի կարող ստանալ հասարակական աջակցություն
Իսկ առանց հասարակական աջակցության արդյունքները նաև ընդունելի չեն լինելու այդ մարդասիրական խնդիրների զոհերի կողմից։ Դրա համար ես այս նախաձեռնությունը կարևորում եմ, բայց առավել կարևորում եմ նախորդիվ միջավայրի նախապայմանների ձևավորումը, որ պետությունը արդեն իսկ իր ձեռքի տակ եղած տեղեկատվությամբ պետք է պատասխանատու կերպով պատասխանատվություն ստանձնի տեղի ունեցած միջադեպերին, ճշմարտությունը, անգամ եթե դրան կապված են ադրբեջանական զինծառայողների հանցագործությունների հետ, պետք է հաստատի եւ տրամադրի ընտանիքի անդամներին, որից հետո տեղեկատվական բաց լրացնելու նպատակով գործարկի այս նոր մեխանիզմը։ Այսպիսով պարզ է դառնում, որ քանի դեռ նման դեպքերը օբյեկտիվ չեն հետաքննվել ու պետությունը օբյեկտիվ գործելակերպի ազդակներ չի տվել երկու հասարակություններին էլ, ցանկացած նոր նախաձեռնություն չի կարող ստանալ հասարակական աջակցություն, իսկ առանց հասարակական աջակցության արդյունքները նաև ընդունելի չեն լինելու այդ մարդասիրական խնդիրների զոհերի կողմից։ Քնարիկ Սահակյան, Պանորամա Եմ։